երբ որ այս պետությունը ստեղծվել էր, իմիջիայլոց մենք չգիտենք գլխավորապես երբ է ստեղծվել։ Մենք մոտավոր գիտենք, որ մեզ հայտնի ուրեմն առաջի, այսպես ասած, արքան դա Արամուն էր կամ Արամեն էր, Արամը Ուրարտացին, ինչպես հիշատակված է ասորեստանյան աղբյուրներում։ Այսինքն մենք դրա մասին Ուրարտական աղբյուր չունենք։ Դա 9-րդ դարի սկիզբն է։ 9-րդ դարի կեսերն են։ Եվ հետագայում մենք ունենք Սարդուրի առաջինի, Վանի ժայռի, այս Կիկլոպյան շատ կարևոր կառույցի վրա ուրեմն արված կան նույնանման արձանագրություններ նաև թողնված եւս ասուրերենով, որտեղ գլխավորապես խոսում է արքայի Տիտխոսա Շարը եւ նա, որ Ալնիունի երկրից քարեր է բերել եւ կառուցել է ուրեմն այդ կառույցը։ Իդեպ նա չի խոսում քաղաքի մասին, նա խոսում է կառույցի մասին։ Նշանակում է, որ քաղաքը Տուշման եղել է նաեւ միջև իր ամենայն հավանականությամբ Տուշպան, որը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է Տուրուշպա ձևով, եղել է ավելի վաղ, քան Սարդուրի առաջինը եւ այդ մասին կարծես թե վկայում են ասորեստանյան սկզբնաղբյուրներից մեկը, սեպագիր աղբյուրներից մեկը, ավելի շատ առևտրական այդպես տեքստ, գուցե կարծիք առասպելաբանական որոշակի, որտեղ հիշատակվում է Տուրուշպան, որը ավելի վաղ է, քան Սարդուրի արձանագրությունը։ Եվ տեսեք, դրանից հետո նաեւ մենք ունենք Իշպույնի արքայի ուրեմն արձանագրություններից մեկը, որը ավար է եղել, այսինքն արքան ավար է վերցրել Ուիտերուխի երկրից, որը պետքա նույնանա Ալաշկերտի, կարծես թե Հովտի եւ հարակից շրջանների հետ, եւ այդտեղ եւս ասուրերեն արձանագրություն է։ Այսինքն սկզբնական փուլում, նրանք կարծես թե կիրառում էին ասուրերենը, հետո եղավ գրային ռեֆորմ եւ շատ կարեւոր էր դրանով նաեւ Ուրարտուն հակադրվեց Ասորեստանին։ Այսինքն հակադրվեց Ասորեստանին, պարզեցվեց սեպագիրը, եթե օրինակ ասորեստանյան սեպագրերը ավելի շատ մեխի են նման, ուրարտական սեպագրերը ավելի շատ եռանկյունիների են նման։ Հետո օրինակ եթե ասորեստանյան սեպագրում ասենք կարող մի նշանը մի 12 իմաստ ունենա, ուրարտական սեպագրերում գլխավորապես ունի 1 իմաստ։ Կան որոշակի իհարկե բացառություններ, շատ ավելի պարզեցվեց, շատ ավելի հարմարեցվեց, իհարկե մենք չենք կարող մենակ խոսել ասորեստանյան ազդեցությունների մասին, այնտեղ կան միտանիական եւ այլն, բայց գլխավորապես ազդեցությունը միջագետքյան էր, այսպես ասեմ։ Եվ նաեւ նրանք չի բացառվում, որ դպիների մի մասը եւս միջագետքից կամ հարակից երկրներից կային եւ գրեին, ինչը շատ նորմալ պրակտիկա էր հին աշխարհում։ Այսինքն այս սեպագիրը, այո,